Այսօր ուզում եմ խոսել աստվածաշնչյան մի ասացվածքի մասին, որը որ շատերի համար անարդար է թվում եւ անհասկանալի։ Հետևյալն է, ասացվածքը՝ նա ով ունի, նրան կտրվի եւ էլ ավելի կավելանա, իսկ նա ով չունի, նրանից կվերցվի անգամ այն, ինչը որ նա ունի։ Մի քիչ անարդար կլիներ, չէ՞, եթե սա վերաբերվեր գումարին կամ առողջությանը կամ հաջողությանը։ Սա ավելի խորքային պետք է հասկանալ։ Եկեք օրինակը բերենք, օրինակ աշխատասիրության վրա։ Նա ով ունի աշխատասիրություն, նա շատ առաջ կգնա։ Ցանկացած գործարք, ցանկացած ինչ-որ մի բան, որը որ նոր է սկսվում, աշխատանք լինի, ինչ ուզում է լինի, նա կհասցնի ավարտի։ Իսկ նա ով ծույլ է, հակառակը, նրանից ավելի շատ կվերցվի, որովհետև ծույլ մարդը, եթե անգամ իրեն բերես ամեն ինչ տաս, իր ծուլությունը չի թողնի, որպեսզի նա զարգանա, ընդհանրեն գումար ես տալիս, այդ գումարը կծախսի ու կավարտվի, այսինքն նա էլ կվերցվի, ինչը որ կա։ Դե եկեք սա նաև օրինակ ինչին, մեղքի զգացմանը, Այն մարդը, ով ունի մեղքի զգացում, անընդհատ նրանից էներգիա է հոսելու, անընդհատ նրանից էներգիան ոնց որ վերցվելու է, ինչպես ասացվածքում է ասված, եւ մարդը գնալով ավելի ու ավելի ընկճվելու է։ Իսկ նա, ով խիզախ է, նա, ով կարող է ասել իր խոսքը եւ գնալ առաջ, նա միշտ ամեն ինչին կհասնի, այսինքն կկրկնապատկվի այն, ինչը որ ուներ։ Եվ սա էի ուզում ասել եւ իհարկե ես վստահ եմ, որ դու կարող ես։